Իրականացված աշխատանքների ամփոփում, առաջիկա ծրագրերի և ռազմավարական առաջնահերթությունների ներկայացում։ Կայացավ Արքա ազգային վճարային համակարգի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին ընկերության գործունեության հիմնական սկզբունքները։ Ըստ ցուցանիշների 2025 թվականին Արքա քարտային գործարքների ծավալը կազմել է 18.23 տրիլիոն դրամ, իսկ գործարքների քանակը ավելի քան 1 միլիարդ։ Մենք Արքայի ռազմավարության անկյունում դնում ենք բնականաբար առաջին հերթին անվտանգությունը եւ ծառայությունների անխափանությունը։ Մեր համար առանցքային նշանակություն ունի, որ Արքան հանդիսանում է Հայաստանի վճարային համակարգի սուվերենության, ինքնիշխանության, ինքնաբավության կարևոր օղակներից մեկը։ Արքայի գործադիր տնօրենն ամփոփիչ տվյալները ներկայացնելիս ընդգծեց, որ Արքան շարունակաբար ներդնում է նորարարական լուծումներ, նպաստելով Հայաստանի վճարային համակարգի զարգացմանը, ֆինանսական ծառայությունների հասանելիության բարձրացմանը եւ անվտանգ վճարային միջավայրի ձևավորմանը։ Սրանք մեր հիմնական առաջնահերթություններն են ու թիմը օր ու գիշեր սրան է լծված, թե համակարգի տեղեկատվական անվտանգության ապահովման բարձրացման մասով եւ թե անընդհատության մասով, թողունակության բարձրացման մասով։ Ու սրա վառ օրինակներից մեկը նա է, որ 2025 եւ 2024 թվականների որ համեմատականը իրականացնում ենք, 2025 թվականին պլանային աշխատանքները կրկնակի անգամ ավելի շատ ենք իրականացնել մեր համակարգի վրա, ինչի արդյունքում անհասանելիությունը 4 անգամ էլ ավելի քիչ է եղել։ Նշում են, արդյունքները վկայում են թիմի աշխատանքի, գործընթացի ճիշտ պլանավորման եւ կազմակերպման մասին։ Խորհրդի կազմում էլ այն մարդիկ են, ովքեր գիտեն Արքայի զարգացման ճանապարհը, նորարար են, ունեն թարմ հայացք, զուգահեռ նաեւ փորձ։ Արքայի խորհրդում ներկա են մարդիկ, ովքեր որ մեծամասնությունը ժամանակի անց են կացրել հայկական կազմակերպություններում կամ կան մարդիկ, որոնք որ ներկայացնում են միջազգային կազմակերպությունների մի մասը աշխատանքային փորձի էստեղ կամ արտասահմանում։ Ընկերությունն իր զարգացման ընթացքում իրականացրել է մի շարք կարևոր նախաձեռնություններ։ Ստեղծվել է ազգային քարտային համակարգը, թողարկվել են առաջին տեղական Արքա եւ միջազգային Visa Master քարտերը, ներդրվել են միջազգային անվտանգության ստանդարտները, գործարկվել են Արքա վճարային կաբինետն ու առաջինը Հայաստանում Արքա հավելվածը։ 2025 թվականին ներդրվել է Արքա QR միասնական վճարային համակարգը։ Հայաստանում հասանելի են դարձել նաեւ Google Pay-ն ու Apple Pay-ը, որոնց շուրջ նախատեսվում են նաև միջազգային համագործակցություններ։ Ինչ վերաբերվում է Arca Pay-ին, Respa-ին նաև ակտիվ տեխնիկական աշխատանքներ են վարվում վրացական Bank of Georgia կազմակերպության հետ, այսինքն մենք այս տարի բացի Հնդկաստանից նաև կունենանք փոխանցումներ էլի հեռախոսի համարով, առցանց փոխանցումներ Հայաստան-Վրաստան ուղղությամբ։ Մենք նաև փակագծերը բացեմ բանակցությունների մեջ ենք այս պահին Արաբական Էմիրատների համապատասխան համակարգի հետ, Ուզբեկստանի եւ Ղրղստանի հետ ու նաեւ մենք process-ը վարում ենք ոչ միայն Arca Pay փոխանցումների մասով, այլ նաեւ Arca քարտերի մասով։ Ասուլիսի ավարտին պատասխանատունները եւս մեկ անգամ ընդգծեցին. Արքան շարունակելու է զարգացնել իր առաջարկվող ծառայությունները եւ այսուհետ լինելու է ավելի բաց ու թափանցիկ, որպես Հայաստանի ազգային վճարային համակարգ։